Դեզ որ նայեմ ես, այնտեղ ինչ շենքի տեղը այս շենքն էր, 46 թվին էին վայթ սարքե, այդ իմ դպրոցն այլ է, այս կողքին մի հատ 3 հարգանին որ շենք սարքեցին, 70-ամյա Աշոտ Գևորգյանի հիշողության մեջ դաջված է խորհրդային Կիրովականի գրեթե ամեն անկյունը։ Նրա բոլոր հուշերն այս լուսանկարներում են, որոնցից ամենահինը մոտ 1 դարի վաղեմություն ունի։ Ղարաքիլիսայից մինչև Կիրովական փողոցներ, մարդիկ, շենքեր, գրքեր, մեդալներ, նամականիշներ։ Քաղաքի անցյալը շարունակում է ապրել Վանաձորի պատմության թանգարանում, որը մշտական հասցե դեռևս չունի եւ իրականացնում է շրջիկ գործունեություն քաղաքի տարբեր թանգարաններում, հանրային շենքերում։ Արժեքավոր նմուշները հանվել են նաև բացօթյա ցուցադրության Վանաձորի քաղաքային զբոսայգիներում։ Բացառիկ նմուշները գրավում են անցորդների ուշադրությունը, արթնացնելով անցյալի մասին գեղեցիկ հիշողություններ։ Հիմա արդեն ստիպված եմ դրսում դնել ցուցադրության, որ համ ժողովուրդը տենան, համ էլ կարենան մարդիկ նկատեն, որ չի կարելի այս ապրանքը դնել արևի տակ, քամու տակ ու հանձրևի տակ թողալ։ Տանիք է պետք է ապրանքին։ Թանգարանում արդեն ավելի քան 7000 ցուցանմուշ կա, որոնք պահվում են հիմնադիրի տանը, որտեղ մեծանում են նաև նրա 8 երեխաները։ Իսկ թանգարան ունենալու գաղափարը Վահագն Վարդանյանի մոտ 8 տարի առաջ էր ծնվել։ Երկրաշարժը, երբ որ քանդեց իմ մանկապարտեզը, դպրոցը, սկսեցի կարոտ ապրել ու սկսեցի փնտրել իմ մանկապարտեզի նկարներ, դպրոցի նկարներ։ Հետո մոտենում էր երկրաշարժի հիշատակի 30 տարին, որոշեցի, որ քաղաքը ներկայացնենք լուսանկարներով։ Ու այդտեղից ծագեց թանգարանի գաղափարը։ Վահագն Վարդանյանն ամեն օր նոր նմուշների փնտրտուքների մեջ է, չի բավարարվում եղածով, ուզում է մեծացնել հավաքածուն, հաջորդ սերնդին հարուստ ժառանգություն թողնելու նպատակով։ Երևի մի 3-4 գիրք ամենամ Կիրովականի մասին, եթե դրանք էլ ունենամ, արդեն կարելի է համարել, որ երևի թե բոլորն ունենք։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։